Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, երեք բավականին էմոցիոնալ օր էր, դե չթաքցնենք մեր հույզերը այսօր էլ շարունակվում է։ Մի պահ նոկդաունի մեջ էր ընդդիմությունը, հետո ինչ որ կեղտ գտան ու սկսեցին դա տարածել մարդկանց մեջ կասկածներ մտցնելու համար, դա հասարակ նրանց գործունեությունը միշտ էլ պառակտման մասին է եղել, բայց մենք գնանք դեռ լավ տեղերը։ Ուրեմն անկեղծ ասեմ, ես չգիտեմ ինձանից դա զգացվում է թե չէ, բայց գիշերը գրեթե չեմ քնել ու չեմ քնել այդ հույզերի պատճառով եւ դա հենց երևի թե ամենամեծ գնահատականը կարա լինի, որովհետեւ ամբողջ այս մի քանի տարիները դրանից առաջվա տասնամյակների հետ միահյուսվելով աշկիտ առաջով անցնում են, ուղեղը չէր անջատվում, որ քներ։ Սա իհարկե դա կարող է ազդել թե խոսքիս վրա թե բան, բայց գիտեք հնարավոր չէր պատկերացնել սա ու այսքան արագ։ Հնարավոր չէր պատկերացնել, որ մի օր կտեսնես այդ տեսարանը ազգային ժողովում Միացյալ Նահանգների ու Եռագույնի դրոշների ներքո հայ-ամերիկյան կողմերի կլինի թե վարչապետների, փոխնախագահի մակարդակով ինչ որ մի օր ինչ որ բան ստորագրելիս։ Էլ չխոսեմ այդ ստորագրվածների կարևորության մասին, որը բնականաբար ակտիվորեն փորձարարվում նվաստացվել ռսաճորտերի կողմից եւ հայրենիքի համար կես ժամ չծառայածների կողմից։ Ընդդիմության հավաքները անգամ ծիծաղելի էին թվում, եթե կան մարդիկ, ովքեր նյարդայնացել են նրանց այնտեղ կանգնած լինելուց, ասեմ ինձ պարզապես ծիծաղի էր հասցնում, տես աղեկատուր վիճակում, խեղճ վիճակում, կանգնած freedom գոռալուց, իրենց այստեղ ինձ համար ամենամիակ բանը, որ սրտից ծանր էր նստում, այն էր, որ իրենց հետևորդ քաղաքացիներ կան, ովքեր իսկապես այլ զուգահեռ իրականության մեջ են ապրում սրանց շնորհիվ, կանգնել գոռում են. խնդրում ենք մեր գերիներին ետ բերեք, մեր քաղբանտարկյալները։ Սկսենք այստեղից երևի, թե հետո կանցնենք հայտարարություններին։ Ում եք խնդրում, ինչու եք խնդրում, չես գիտեմ ինչու եք խնդրում, դուք ինչու եք խնդրում, ձեզ, ես գիտեմ, որ դուք խնդրում եք, որովհետև գիտեք, որ ինչ-որ մի օր հնարավոր է այդ հարցը լուծվի, ու դուք գաք կանգնեք, ասեք տեսակ, մենք որ խնդրած չլինեինք, չէիք անի։ Չնայած, որ մեր իշխանությունները ցանկացած առիթի, ցանկացած հանդիպման ժամանակ դրա մասին խոսել են։ Պարզապես դա այն թեման է, որ դաստիարակությունը թույլ չի տալիս այդտեղ քաղաքական դիվիդենդ հավաքել, եւ երկրորդ դրա մասին հանրային գոռգոռոցներն են հենց նախ եւ առաջ ավելի դժվարացնում իրավիճակը։ Դուք չեք էլ ճանաչել ձեր թշնամիներին 20 տարի լինելով իշխանություն։ Չեք ճանաչել։ Գիտեք ինչու։ Որովհետեւ հույս եք ունեցել, թե ձեր փոխարեն թշնամություն անող կա։ Չեք ճանաչել, որովհետեւ աշխատել եք հետները։ Որովհետև եղել եք նրանց պրոքսին հայկական իրականության մեջ։ Ասենք ոնց է լինում, եթե քո թշնամուն ցույց ես տալիս քո թույլ տեղը, քո թշնամին ինչ պիտի անի։ Բնական է, չէ՞ որ պիտի թույլ տեղի վրա սեղմի։ Ապրեք։ Իսկ ձեր կարծիքով երևի ադրբեջանցիները առհասարակ հայկական տիրույթ չեն մտնում, ուսումնասիրություններ չեն անում, չէ՞ երևի, ահա, ապրեք։
Բայց մյուս կողմից J.D. Vance-ի հետ ինչ գործ ունեք գերիների մասով։ Գերիների մասով դուք 10 վայրկյան Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ միտինգ չեք արել։ Դուք անգամ Արցախի հետ կապված միտինգ չեք արել այնտեղ։ Չէ՞ որ դուք երջանիկ եք, որ Ռուսաստանի Դաշնությունը Արցախի անվտանգության երաշխավորը դարձավ։ Անվտանգության երաշխավորը։ Հիմա օրինակ Միացյալ Նահանգները խաղաղության երաշխավորն է։ Մի հատիկ կրակոց, մի հատիկ սադրանքի փորձ տեսել եք, երաշխավորը այդպեսին է լինում։ Ռոբերտ Քոչարյանը ոնց էր ասում էր, թե հիմա փոխվել է աշխարհը, այստեղ կարող է Ամերիկան նստի կոլտը դնի սեղանին, այնտեղ Չինաստանը նստի ինքն էլ կոլտը դնի սեղանին, Ռուսաստանը կա գրանատը քաշի դնի սեղանին, ասի դե ասեք։ Բա թող ասեին։ Բաղումից եք ինչ խնդրում։ Խնդրել չէ, պահանջելիք ունեք։ Գնացեք դա պահանջեք։ Այն Շարմազանովը մոռացավ Դրուզիա նավիեկի բան, արաղի բաժակը լցրած ոտի վրա ես իմ ումոնց կենացներ խմում ազգությամբ 4 հատ ռուսեր տեսել խառնվել էր իրար երջանկությունից։ Բա ժամանակ ասեք տղերք։ Բա տարածաշրջանի հեգեմոնն է Ռուսաստանը, ինքը պատերազմ կանգնեցրեց։ Իհարկե կանգնեցեց այն ժամանակ, երբ որ կարողացավ հասնել նրան, որ պարտադրել, որ նոյեմբերի 9-ի մի հատ կետ ստորագրվի, որտեղ ունենա հեռահար նպատակներ։ Եվ այսօր այո, դրա վրա է մխկտում, որովհետև ձեռքից ստանում են ու լավ են անում։ Բայց դուք չէ, դուք ձեր պետության դեմ, այսպես թե այնպես շարունակելու եք գործել։ Ու էլ եմ կրկնում, իմ մեղքի են քաղաքացիներն են գալիս, հիմա էլի հիշել են, բա Մինսկի խումբը, բա այս, բա այն, որ Մինսկի խումբը։ Ինչ էր արել Մինսկի խումբը։ Որն էր Մինսկի խմբի գործառույթները լավ։ Եկեք այս մեռած թեմաներին չանդրադառնանք։ Հա իմիջայլոց։ Այսօր J.D. Vance-ը տիկնոջ հետ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Պանթեոն էր գնացել։ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Ըստ էության թանգարանն էլ այցելած կլինի։ Փաստորեն Ծիծեռնակաբերդը չեն քանդել, հա։ Ոչ միայն չեն քանդել, տեսեք, ես զարմացա, փաստորեն թուրքերին էլ չեն տվել։ Բա ինչ էիք գոռում, աղաղակում, հերոս տղերք էիք խաղում, այնտեղ մեկը կա առհասարակ, 3 էր առաջի օրներ եթեր արել, ասում տեսեք մենք որ միտինգ չանենք, քանդելու էին։ Օթից փչան փուչիկ, գնան դա պաշտպանեն, հետո գանացեն, տեսակ արեցինք, փրկեցինք։ Ոնց որ են բանը գառնիկն էր ասում Դանելյան, իրանցը տալիս էիք, որ չգնայինք մենք ընդեղ միտինգ անեինք, կտեք։ Հիվանդ մարդիկ։ Ինչևէ, ուրեմն տարածվում է հետևյալը։ Հարգելի հայրենակիցներ, ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի երեկվա հայտարարությունը կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել։ Այս մասին գրել է գուշակեկով մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Քիչ անց ձեզ կներկայացնեմ նրա հայտարարության բնօրինակը եւ կտեսնեք, թե ինչպես է թարգմանիչը խեղաթյուրել խոսքը, մոլորեցնելով մեր ժողովրդին, գրել է նա։ Նարեկ Կարապետյանը, ես այնքան եմ ուզում ես տղեն մի քիչ շատ խոսա, որովհետև ինքը չլիներ չէի իմանալու ինչից խոսեի։ Նարեկ, ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի հայտարարությունը կառավարությունը չի թարգմանել, կառավարության թարգմանիչը չի թարգմանել։ J.D. Vance-ի խոսքը թարգմանել է J.D. Vance-ի թարգմանիչը։
Բայց այնուամենայնիվ կառավարությունը ոչ թե նրա թարգմանչի, այլ հենց Վենսի հայտարարությունը ամբողջովին Փաշինյանի հայտարարության հետ հանդերձ բնականաբար տեղադրել է կառավարության կայքում, պաշտոնական կայքում, որտեղ որ կարող ես մտնել դու, կարող է մտնել Ֆրանսիայի նախագահը, Չինաստանի փոխվարչապետը, ես կառավարության պաշտոնական կայքում տեղադրված է J.D. Vance-ի հայտարարությունը հայերենով, իսկ տեղում թարգմանել է նրա թարգմանիչը, բայց կրկնում եմ, կառավարության էջում դրված չի թարգմանչի, այլ հենց իրենց թարգմանությամբ։ Ուզում ես ընթերցենք միասին։ Արի ընթերցենք։ Դե, սա կառավարության պաշտոնական էջը, վարչապետն է խոսում, գտնենք հիմա հերթով գանք, ահա, այստեղ հետո հարց ու պատասխաններն է գնալու մի րոպե, ահա, իր հերթին ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը նշել է, եկեք կարդանք, շատ լավն է, իշքան կարդում ես, ուզում ես էլի կարդաս, մեծ հաշվով սրա համար էլ հենց ամբողջ գիշեր չենք կնել, մի քանի անգամ կարդացել ենք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Հիանալի է գտնվել այստեղ Հայաստանում, եւ ես հատկապես շնորհակալ եմ, որ դուք երկրորդ տիկնոջը անվանեցիք հարգարժան Ուշա Վենս։ Կարծում եմ նա ապագայում կսպասի, որ ես նրան անվանեմ հարգարժան Ուշա Վենս։ Դուք ստեղծեցիք այդ սպասումները։ Նախ շնորհակալություն է հայտնում կոմպլիմենտի համար իր տիկնոջը։ Նա հուշեմ քրիստոնյա ընտանիք է, ընտանեկան ավանդույթներով, ինչպես հասկանում եք։ Եվ շատ դրական է ընդունում վարչապետի նուրբ կոմպլիմենտը, հաջողախոսությունը։ Սա գեղեցիկ երկիր է, երկիր, որի հետ կարող ենք ընդունել, որ գեղեցիկ երկիր ասվածը շատ տեղերում կարող են ասել, սա նույնպես փոխադարձ կոմպլիմենտ է համարվում, բայց այնուամենայնիվ քրիստոնեական արժեքներին, եթե չեք մոռացել, առանձին նշանակություն տվեց։ Սա գեղեցիկ երկիր է, երկիր, որի հետ Միացյալ Նահանգների նախագահը շատ հպարտ է գործընկեր լինելու համար։ Միացյալ Նահանգների նախագահը շատ հպարտ է հիանալի հարաբերություններ ունենալու համար, եւ ես գիտեմ, որ նախագահ Թրամփն իր լավագույն ողջույններն է հղում անձամբ ձեզ, բայց նաեւ Հայաստանի ժողովրդին։ Միջայլոց Պուտինը հայ ժողովրդին երբեք ողջույն չի եղել։ Եվ այն, ինչ նախագահ Թրամփը եւ վարչապետը միասին իրականացրել են, իսկապես տեսանելի է։ Խաղաղությունն այժմ ստեղծվում է զգուշավոր մարդկանց կողմից, այն մարդկանց կողմից, ովքեր այժմ չափազանց կենտրոնացած չեն անցյալի վրա։ Խաղաղությունը ստեղծվում է այն մարդկանց կողմից, ովքեր կենտրոնացած են ապագայի վրա։ Եվ քանի որ վարչապետն այդքան մեծ առաջընթաց է գրանցել, այդքան հիանալի հարաբերություններ է ունեցել եւ ինձ եւ Միացյալ Նահանգների նախագահի հետ, մենք ոչ միայն խաղաղություն ենք հաստատում Հայաստանի համար, այլև միասին ստեղծում ենք իրական բարգավաճում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համար։ Դուք գիտեք դա ինչ է նշանակում։ Հա? Չէ, դուք բարգավաճումը տեսնում եք Ռուսաստանի Դաշնության հետ, չէ՞։ Քանդվող տնտեսությամբ։ Այն մեծ տնտեսական համագործակցությունը, որի մասին մենք այսօր հայտարարելու ենք, անհնար կլիներ առանց ձեր առաջնորդության, առանց այն խաղաղության, որին դուք հանձնառել եք ձեր երկիրը եւ իհարկե առանց Միացյալ Նահանգների նախագահի առաջնորդության։ Ես շնորհակալ եմ այս ամենի համար, քանի որ իսկապես հավատում եմ, որ այսօր երեկոյան նոր սկիզբ է նշանավորվում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համար եւ այս գործընկերության համար, որը մեր երկրները կարող են ունենալ։ Վարչապետը հայտարարեց դրանցից մի քանիսի մասին, բայց ես ուզում եմ կրկնել, թե ինչ ենք մենք արել այստեղ եւ ինչի վրա ենք շարունակելու համատեղ աշխատել։ Այսպիսով, նախ եւ առաջ նա նշեց
այս անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին։ Միացյալ Նահանգները հպարտությամբ տրամադրեց մի շարք արտահանման լիցենզիաներ բարձր հզորությամբ Nvidia չիպերի վաճառքի համար։ Ես հասկանում եմ Նարեկը ինչից է նեղվել։ Պարզվում է հեսա իրենց մի հատ 5 քայլանի բան ունեն, չէ՞։ Էդի հենց առաջին հերթին է փլուզվում։ Առաջին հերթին։ Ինքը նախատեսում էր մեր գյուղի ժողովրդին դպրոցներ չկառուցվեն, պահեն գրագիտությունից հեռու հեռավոր մարզերում եւ ժողովրդին գործարանում աշխատացնել 200,000 դրամով, բայց հանկարծ հեսա մի հատ կարող է մեծ գործարան տեղադրվի, որտեղ որ բարձր աշխատավարձով շատ երիտասարդներ, ովքեր իրենց դպրոցներում նորակառույց կրթություն ստացած կլինեն, հանկարծ սկսելու են լավ ապրել։ Մարդկանց մոտ մրցակցություն առաջանալու, ով խելացիանա լավ ապրելու։ Իսկ իրենք այդպես չէին պայմանավորվել են ամենասկզբից։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների եւ ամերիկյան բիզնեսի համար։ Բայց նաեւ նշանակում, այս գիտեք ինչի մասին է։ Իրենց շուկան բնականաբար 3 միլիոնանոց Հայաստանը չի։ Այն որ ասում է ամերիկյան բիզնեսի համար նոր շուկաներ, նոր բան, դա մեր պետության ներսի բանը չէ, 3 միլիոնը շուկայի բան չի։ Հասկանում եք, որքան էլ որ ուզենք։ Այստեղ Ամերիկան դնում է ձեռնարկություն տարածաշրջանի համար։ Այսինքն տարածաշրջանում, որը Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Իրանը չեն մենակ։ Լայն տարածաշրջանում Հայաստանը ունենում է իր ուրույն դիրքը, տեղը, նշանակությունը, կարևորությունը եւ Հայաստանից սկսում են որոշ երկրներ նույնպես կախվածության մեջ լինել, որովհետեւ առհասարակ խաղաղությունը եւ պետությունների անկախությունը փոխշահավետ գործարքների մեջ է։ Մենք դադարում ենք լինել նստող, մուրացող, որ մեկը մեզ տիրություն անի։ Մենք գործընկեր ենք։ Այստեղ ոնց Ռուսաստանը ոնց դա թույլ կտա։ Մի հատ դուրս եկեք ճուտիկ բուլիկներ, հələ տեսեք ինչ եք անում այդտեղ։ Ոնց էր ասում Սամվել Կարապետյանը, դրանց մի հատ դաս տվեք, բան։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների եւ ամերիկյան բիզնեսի համար, բայց նաեւ նշանակում է առավել բարգավաճում Հայաստանի ժողովրդի համար։ Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում։ Դրանք դուք հասկանում եք ինչքան երկրներ են ցանկացել ունենան սա, ու ամերիկյան ասել է գնացեք, հարմար չի գտել, որովհետեւ աշխարհի քարտեզին, այն որ ասում եմ, այդ քաղաքական քարտեզին մենք մի ձև ենք նայում, իսկ լուրջ երկրները այլ ձև, դրա մասին եմ ասում։ Դրանք այժմ մշակվելու են տվյալների սկաներներում, որոնք օգտագործում են այդ չիպերը եւ իրականում արդեն մշակվում են վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Եվ մենք շատ ուրախ ենք համագործակցել դրա շուրջ։ Սա շատ կարևոր է ամերիկացի աշխատողների համար եւ կարծում եմ կարևոր է նաեւ Հայաստանի ժողովրդի համար։ Բացի Նարեկից, Կարապետյան, Սերժից, Քոչարյանից ու սրանց հարող բաներից, խառը անձանցից։ Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1, 2, 3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 նարեկ, այսքան տեղը ուշադիր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Ուր է թե կառավարությունը ուրիշ բան ասել։ Ասենք դուք եք ուրիշ բան հասկացել, այս լուրջ process-ի մեջ։ Դուք գիտեք ինչ եք հասկացել։
Այս Ամերիկան 5 միլիարդ դոլար է տալիս, որ մենք ստեղ չգիտեմ ինչ անենք, չէ։ Այս է Ռուսաստանը չի, որ տակիցը լով ինչ ուզի սղսնի։ Սա այլ կերպ է աշխատում, Նարեկ, ծանոթ չես դու սրան, բայց գնանք կարճ դադարի, հետո կշարունակենք, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակենք, հա, կանգենք առել հետևյալ նախադասության վրա։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրի միջոցով։ Այս հատվածն էր Նարեկին հուզել, ինչպես տեսնում եք, կառավարությունը ճիշտ թարգմանությունն է տեղադրել, բայց իհարկե իրենք իրենց հետևորդներին ինչով ասես կերակրելու են։ Շարունակենք, հետո սրա միտքը կբացեմ Սյոպա Սաֆարյանի մի գրառմամբ, որը շատ հետաքրքիրն է։ Սա դասական փոխշահավետ գործարք է թե Հայաստանի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, կամ մեկը, որ ասում է դա այդպես չի, չէ, Նարեկ։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար։ Եվ ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար։ Այստեղ ռուսները վատացել են մի թավուր։ Եվ դա նաև կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում, բնական է։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, եւ սա տեղի ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ։ Դուք փորձում եք ստեղծել տպավորություն, թե եթե Ամերիկան ուզում էր ընդլայներ իր ռազմավարությունը, Հայաստանում ով էլ լիներ ղեկավար ստացվելու էր։ Ոչ։ Սա երկրի վարչապետի շնորհիվ։ Ես նաև շատ հպարտ եւ այստեղ ես շնորհակալություն ունեմ հայտնելու Նիկոլ Փաշինյանից։ Երեկվա տեսարանը ինձ պարգևելու համար եւ մեզ, որովհետեւ մենք մեր տանը մեր ընկերներով հավաքվել ենք կանանցով, նստած դիտում էինք ու շատ ոգևորված արտահայտվում ամեն բառը տառը փորձում քննարկել եւ այլն եւ այդ ոնց ասեմ, էլեկտրականացած էր մթնոլորտը դրական լիցքերով։ Ես շնորհակալություն եմ հայտնում սրա համար։ Սա լրջագույն ձեռքբերում է եւ աշխարհի շատ երկրներ, ովքեր ուզում են այս ձեռքբերումն ունենալ, չունեն։ Եվ այն Հայաստանը, որը 13 թվականին արևմուտքին խաբեց, դրանից հետո կարողանալ նորից դուք ժողովուրդ ջան, ամեն մեկը, եթե ձեզ մեկը խափի, էլի կվստահեք իրեն։ Իսկ մենք խափել ենք մի անգամ 13 թվականին։ Եվ հասնել նրան, որ քեզ էլի կվստահեն, սա գիտեք ինչ աշխատանք է։ Ու կվստահեն ավելի շատ, քան որևիցե մեկին։ Դուք գիտեք սա ինչ աշխատանք է։ Եվ այն իրավիճակում, որով որ դու հայտնվել ես։ Երբ Միացյալ Նահանգները շատ լավ գիտակցում է քո այդ ռազմավարական գործընկերություն ստանձնել, ինչ է նշանակում տարածքում։ Ինչքան անելիք պիտի ունենա, ու պիտի այդ անելիքին պատրաստ լինի։ Խոսքը միայն գումարները չեն լինելու։ Ռազմաքաղաքական հատվածն էլ է գոյություն ունենալու, չէ՞։ Ինքը գիտի ուր է մտնում։ Պիտի պատրաստ լինի դրան։ Այն որ ես մատ հասարակ բան ասեմ, մի անգամ իմ Facebook-յան եթերով եմ ասել, այն որ Քոչարյանն ասում է միութենականություն է, Ռուսաստանի Դաշնության մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ է միութենականություն, ձեզ ասեմ, և հաջորդը հանգիստ, ես սրա գովքը չեմ անում, ես իմ ինքնիշխանության կողմնակիցն եմ, բայց
Ժողովուրդը հանգիստ կարա ռեֆերենդում անի, ցանկություն հայտնի միանալու Միացյալ Նահանգներին ու դառնալու նրա նահանգներից մեկը։ Ու վստահաբար եթե գնաք հարցում անեք դուրս ասեք Ռուսաստան թե Ամերիկա, 90% ասելու Ամերիկա։ Դուք եկել եք մարդկանց համոզում եք, հա, բերում են ռուսը թե եթե ռուսը չի ուրեմն թուրքն է, գործ չէ։ Էս ինչ եք խոսում ստեղ։ Նախ մենք ռուս ասելով նկատի ունենք ռուս-թուրքական եղբայրությունը։ Մշտապես։ Իսկ Միացյալ Նահանգները ասելով նկատի ունենք մեր ինքնիշխանության ապահովումն ու պահպանումը։ Եթե սրան դեմ մարդիկ կան, դա արդեն խնդիր է։ Ես նաև շատ հպարտ եմ խոսել թրիպի մասին։ Կարծում եմ լսել եք կամ ծանոթ եք թրիպին։ Այն պատմական վերափոխման մասին, որն այն բերելու է տարածաշրջան, բայց թույլ տվեք ասել մի քանի լրացուցիչ բան։ Այն բացելու է առևտրի տարածման եւ էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ այս տարածաշրջանում։ Հայաստան չէ, տարածաշրջանում։ Եվ այն աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի եւ նրա հարևանների միջև։ Դա հիանալի է Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց նաեւ կարող է երկարատև խաղաղության համար, քանի որ երբ դուք ստեղծում եք այս փոխկապակցված տնտեսությունները, էներգետիկ ոլորտները եւ այլն, դա նշանակում է, որ այս տարածաշրջանը կարող է ունենալ երկարատև խաղաղություն։ Սա ինչի մասին է ժողովուրդ, նայեք, կար մտահոգություն կա, քաղաքացիներ կան, ասում են, բայց Թուրքիայի սահմանը որ բացենք, ոնց ենք տակից դուրս գալու կամ Ադրբեջան կամ մյուս էլի ասենք բանի առումով, թեկուզ տնտեսական առումով, հա մենք այդ ներուժը ունենք, որ մրցակցության տեղ բան լինի։ Տեսեք, այս իմաստով ռեալ պատասխան է տալիս։ Ասում է ձեր մտավախությունները, որտեղ որ մի փոքր հնարավոր է ունեք, դրանք փարատվում են այս հանգամանքով, այս հանգամանքով, այս հանգամանքով։ Սրանք անում ենք ու վերջ։ Մնացածը արդեն զարգացման ընթացքում, սրանով սկսվում է ամեն ինչ։ Մենք ոչ միայն ուզում ենք հաշտություն կնքել վարչապետի եւ նախագահի առաջնորդության ներքո, այլ նաեւ ուզում ենք համոզել, որ խաղաղությունը երկարատև է, եւ դա այն է, ինչին մենք այսօր այստեղ հասնում ենք։ Մի քանի այլ բաներ, որոնք ես կցանկանայի հայտարարել, կան շատ բաներ, շատ զբաղված օրակարգ է, եւ մենք շատ հպարտ ենք դրանով։ Տեսեք, քիչ է լուսաբանվելու, թե այդ շատ զբաղվածությունը դետալներով ինչի մասին են խոսելու։ Եվ երեք վարչապետի խոսքի մեջ շատ կարեւոր էր այդ հանգամանքը, որ դեռ թերևս երբ է նկատել Վենցին, երբ է մոտեցել հարցով, համոզել, դա գիտեք, հարաբերվելու ձևերն են։ Հասել նրան, որ Վենցը հանձնարարականներ տա այս ուղղությամբ, իրենք էլ դեռ նոր են ընտրվել։ Այս ամեն ինչը, այո, մի մարդու գործ է։ Մի մարդու արած գործ։ Հիմա եկեք նայենք դուք ձեր ամեն ինչով ինչ եք արել։ Իհարկե կլինեն, հեսա դուրս կգան կազմում, բա պաշտպանում, կուզեմ կպաշտպանեմ, կուզեմ չէ, դա իմ գործն է նախ եւ առաջ եւ երկրորդ, բայց պարագայում ինչ պիտի անեմ։ Չէ, պիտի կամ ձեզ պաշտպանեմ։ Կան շատ բաներ, շատ զբաղված օրակարգ եւ մենք շատ հպարտ ենք դրանով։ Թրիփ հիմնադրամը մեծ մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների խողովակաշարերի կառուցման գործում եւ կրկնեմ այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որն իրական բարգավաճում կապահովի տարածաշրջանի համար եւ թույլ կտա կարճած մնալ խաղաղության համաձայնագրից։ Այսինքն, այնպիսի հանգույցներով են իրար կապվելու տարածաշրջանում, որ որևիցե մեկը չկարողանա մյուսի դեմ թշնամություն անել, չկարողանա անվտանգային խնդիր առաջացնել։ Այ հիշում եք մենք ինչքան ենք խոսել, ասում ենք լավ, օրինակ, արևմուտքում նայում ես Ֆրանսիան ու Անգլիան դարավոր թշնամիներ են, բայց համագործակցում են։ Ինչու է դա ստացվում։ Որովհետև տնտեսական համագործակցության մեջ են եւ փոխկախվածություն ունեն։ Փոխկախվածություն։ Եվ ոչ մի ֆրանսիացի չի ասում, այ այստեղ մենք ինչու ենք կախված Անգլիայից, եւ ոչ մի անգլիացի չի ասում, այ այստեղ ինչու ենք մենք կախված Ֆրանսիայից։
որովհետև հասկանում են, որ դա կոչվում է փոխկախվածություն, ինչը ստեղծում է անվտանգության երաշխիքներ, որ ուզենք, չուզենք, պիտի աշխատենք։ Ես հասկանում եմ, որ ընդդիմության մեջ չկա մեկ, ով պատրաստ է այս ուղղությամբ աշխատանքներ տանելու, դրա համար են վատացել, բայց այնուամենայնիվ հանրությունը իր գնահատականը կտա առջևում։ Ես նաև շատ ուրախ էի վարչապետի հետ ընդամենը մի քանի րոպե առաջ տեսնելու նոր անօթաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները, որոնք մենք կվաճառենք Հայաստանին։ 11 միլիոն դոլարի, դու գիտես, եկեք լավ էս բանը կարդամ, բարբերությունը։ Այո, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է։ Իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է։ Եվ Միացյալ Նահանգներն ունի դա։ Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական եւ անօթաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին եւ մեր լավ ընկեր պարոն վարչապետին։ Նա դա օգտագործելու է իր երկիրը պաշտպանելու եւ մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունն ապահովելու համար։ Դա Միացյալ Նահանգների համար նշանակում է ավելի շատ աշխատատեղեր եւ ավելի շատ ներդրումներ մեր սեփական պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։ Գիտեք ինչ է նշանակում սա։ Նայեք, այս այն դեպքն է, որ կապ չունի 11 միլիոն թե 500 միլիոն։ Ի տարբերություն Ռուսաստանի։ Այս դուք երևի արդեն տեսել եք տեսահոլովակները, ֆոտոները, թե խոսքը ինչ անօթաչու սարքերի մասին է, որ 6-րդ երևի անգամ 7-րդ սերնդի է, այդքան վաղվա է։ Ուրեմն սրա ներկայությունը Հայաստանում արդեն շատ բան բացառում է։ Այս այն տեխնոլոգիան է, որը վստահվել է Հայաստանին։ Ոչ միայն ԱԹՍ-ն է վստահվել, ասել են վերցրեք, որ կռիվ լինի կկռվեք։ Նաև տեխնոլոգիան։ Սա գիտեք ինչ խորը վստահություն է պահանջում։ Սա գիտեք քանի հազարտակ ուսումնասիրություն է պահանջում, քանի մաղով անցած թեմա է պահանջում։ Ու ինչքան թիմը ճիշտ է աշխատել Փաշինյանի, որ հասել ենք մենք այսօրվան։ Սա այն է, որ եթե այս ԱԹՍ-ն մի տեղով թռչում է, իհարկե իր խոցելիությունը շատ գրեթե անհնար է, բայց որևիցե մեկը համարձակություն էլ չի դրսևորելու խոցի դա։ Հասկանում եք, սա դրա մասին է։ Դրա արկայությունը Հայաստանում նշանակում է, որ դու իրավունք չունես խփելու դրան, որովհետև դու դրանով խփում ես Ամերիկային ու նրա տեխնոլոգիական իմիջին։ Ու ինչքան է պետք վստահել, որ այդ տեխնոլոգիաները չեն ընկնի այլոց ձեռքը, որ տար Հայաստանին։ Ձեզ մի հատ ավտոմատի պրուժին արտադրելու տեխնոլոգիա չեն տվել։ Դուք դուրս եկեք էլ ինչ եք խոսում։ Իմիջայլոց Հնդկաստանի ռազմական ղեկավարությունը, որ եկել էր Հայաստանի Հանրապետություն եւ ցուցադրվում էին այն զենքերը, որ Հնդկաստանից գնել ենք, դե իհարկե մի հատվածը, սենց չգիտես ինչի դաշնակների մոտ հատկապես մոտ աժուտաժ էր, էլի բարձրացել ու Գեգամ Մանուկյանը դուրս եկել ելույթ անում, ինչ ասում։ Ասում է, տեսեք, ժողովուրդ, ինչ են անում։ Ուրեմն ձեզ ասում են թաքուն կտանենք ցույց տանք։ Բանա էլի էսի, չգիտեմ, ձեզ կտանենք թաքուն ցույց կտանք, որովհետև դա գաղտնիք է, բայց հետո հանում են, մի հատ էլ այնպես, սա պոպուլիզմ է, վերջը ցույց են տալի, բա որ գաղտնիք է, եք ցույց տալիս, սա պոպուլիզմ է, то պոպուլիստ Գեգամ Մանուկյան, այդ զենքերը չեն գաղտնիք, այդ զենքերը, որ գնվել են, համ ձեր կայքերն են լուսաբանել, համ ադրբեջանական, համ հնդկական, համ հայաստանյան, հասկանում ես, գաղտնիքը այդտեղ չի,
Դրանց գաղտնի հատվածը եղել է միակ երևի թե գաղտնի հատվածը, այն որ գնման պահից մինչև առաքման պահը պահպանելը։ Դա գաղտնիք չի, դա բոլորը գիտեն։ Այ գաղտնիները ստորագրությամբ կտանեն ցույց կտան, այո։ Ես ինչ է, իբր ուզում եք ժողովրդին համոզեք այ պոպուլիստներ, հակապետական գործիչներ, ուզում եք ժողովրդին համոզել, որ այն որ գաղտնիք սրա մասին է խոսքը։ Ու այդ այն դեպքում, որ դու հանդիսանում ես համապատասխան խորհրդի անդամ բանում ազգային ժողովում, դու իսկապես չգիտես, չես տիրապետում այդ ամեն ինչին, թե ինչեր ունենք։ Եվ դեռ ինչեր ենք ունենալու։ Դու գնացեք ձեր խելոքին տիրություն արեք, որ երեխային անչափահաս սովորեցնում է մարդկանց վիզ կտրել։ Հերոսաբար։ Դու տերորիզմի քարոզ ներողություն։ Քարոզիչներ եք, դուք ով եք։ Քարոզիչներ եւ իրականացնողներ։ Այսպիսով թույլ տվեք եզրափակել ասելով, որ այսօր տեղի ունեցողն իսկապես պատմական է։ Ես հպարտ եմ լինել Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահը, ով այցելում է այս գեղեցիկ երկիրը, շատ ոգևորված եմ, վաղը մի փոքր ավելին կտեսնեմ, ես ոգևորված եմ այն ընթրիքով, որը մենք ունենալու ենք, այստեղ ես կփորձեմ շատ արագ խոսել։ Սա ամբողջ աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է, քրիստոնեական քաղաքակրթության եւ մշակույթի իսկական հիմքը, եւ որպես քրիստոնյա ես գիտեմ այս երկրի նշանակությունն ամբողջ աշխարհի եւ այն կրոնի համար, որը մենք վարչապետը եւ ես կիսում ենք Բագրատ։ Այն որ Բերտից նամակ է ուղարկել, հեսա կասեմ։ Այսպիսով Հայաստանի ժողովուրդ եւ մեծ վարչապետ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր գործընկերության համար, նախագահ Թրամփը նվիրված է այս գործընկերությանը եւ ես նույնպես անհամբեր սպասում ենք հաջորդ քայլը կատարելուն։ Աստված օրհնի ձեզ։ Նարեկ, որտեղ տեսար այդ քո ասածը։ Էլի օթից փուչիկ փչեցիք։ Ու սկսեցիք այդ փուչիկը պաշտպանել։ Որտեղ տես, ժողովուրդ կարդացի պաշտոնական, այսինքն եթե այստեղ մի տար այն չի, Վենսը կարա զանգացի չհասկացանք, ես ինչ եք անում։ Հասկանում եք։ Ասենք որպեսի ըմբռնելի լինի, երեք իհարկե խցանումներից էլ դժգոհներ կային, նորմալ է, բայց ժողովուրդ պետք է մի քիչ ըմբռնել։ Աշխարհում թիվ 1 անվտանգային բանը ունի Միացյալ Նահանգների նախագահը, թիվ 1, թիվ 2-ը ոչ թե մեկ այլ երկրի ղեկավար, այլ փոխ նախագահը։ Ու եթե նա գնում է մի երկիր, այո դա իրադարձություն է տվյալ երկրում։ Այդ մենք ինչ որ չենք ուզում դա դեռ ընկալել աշխարհը, որովհետև չենք ճանաչում, բայց ես խնդրում եմ, որպեսզի ես սրա մասին միջև նրա գալը արդեն մի 10 հատ ինքնաթիռ է, իջել մի քանի օր առաջվանից, դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Քրիստոնեության հետ կապված, ոնց որ թե նամակը հասել էր, բայց չէր պատասխանել, հա, Բագրատ։ Տեղական մունդրիկներ, Կտրիշ Ներսիսյան, այն որ փորձ էի կանում մոլորեցնել, իբր այստեղ քրիստոնեությունը հալածվում է։ Նարեկ Կարապետյան, մի հատ շտկում էլ այդ մասով ասա։ Փաստորեն եկեղեցու դեմ պայքար կար, J.D. Vance-ը տեղյակ չէր։ Այս ինչ վատնա Միացյալ Նահանգների արտաքին հետախուզությունը, այ մարդ։ Այսքան վատ արտաքին հետախուզություն կլինի, որ Միացյալ Նահանգներն ունի, բայց աշխարհում առաջին երկիրն է։ Իսկ գուցե նրանք շատ լավ գիտեն Կտրիչնովա, իրենց թեմերի ներկայացուցիչներ, իրենց մոտ աշխատող թեմերի ներկայացուցիչներն ովքեր են, այն մյուսները ովքեր են։ Ու այս ամենը շատ ուսումնասիրած ասվում է, այսօր էլ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի ժամանակ ասում են, բա ինչի կաթողիկոսի հետ չի անում։ Իսկ կաթողիկոսը ով է որ հանդիպի, ասենք ով է։ Ինչ կաթողիկոս, չունենք մենք կաթողիկոս, դրա համար էլ չկա հանդիպում։ Անկամ ես կարգի հավատացյալ մարդու, որովհետև խորհրդականները ասել են դա բան ագենտ է։ Անցակ մի հատ։ Որովհետև ագենտ է։
Դուք դա չեք ուզում նկատեք, որովհետև արտաքին հետախուզությունը Միացյալ Նահանգների Պուտինի գրասենյակում էլ մարդ ունի։ Մի հատ կտրիչն ինչա չիմանա ով է իրանից ինչա ներկայացնում։ Եվ անարձագանք թողեց ձեր նամակը, որովհետև հիանալի գիտի, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան։ Եվ չկա արշավ եկեղեցու դեմ։ Ճիշտ հակառակ, կա քրիստոնեական արժեքների վերանորոգում, բարեկարգում։ Ինչի համար։ Մարդը իր շնորհակալությունը ասեց եւ այլն։ Բայց մեր եթերը մոտեցավ ավարտին է։ Մի բան կարդալով։ Նարեկ, սենց բաներ մի արա, ստիպված երկար ենք խոսում, ուրիշ բանից չեն կարողանում խոսել։ Միևնույնն է, այս ալիքը դեռ երկար է գնալու, վաղը կանդրադառնանք դարձել եւ ես կընթերցեմ, արդեն կփորձենք հասկանալ, բա լավ, այդ 5 միլիարդը, 4 միլիարդ, այս 9 միլիարդը, բա այս ինչ է, այս որ սենց են ասում, նենց են ասում։ Դա շատ լավ բան է, սկսենք այդտեղից ու երկրորդ մի հատ էլ թեմա է տարածում, սա գուցե Արցախի այն գինն է, որ Լուկաշենկոն էր դեռևս ասել, առաջարկել էին Սերժին փաստորեն Նիկոլը վերցրեց, սս բաներ են էլի խոսում, հա, Լուկաշենկոն Ամերիկայի առաջարկը ասում էր բանին, Սերժին, մնացածը վաղը, եթերում ազատ շփումներ, ամեն